Բարի երեկո եւ բարի գալուստ հայկական ժամանակ տաղավարում զրուցելու եմ Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Սարգսյան։ Ասուբայ։ Պարոն Սարգսյան, տեղի ունեցավ օրերս ձեր համագումարը, արդեն հստակ է կուսակցության ցուցակը, հստակ է արդեն, որ նաև ոչ դաշինքային տրամաբանությամբ եք գնում ընտրությունների, ինչու ի վերջո եկաք այս որոշմանը եւ ինչու այնուամենայնիվ չստացվեց արևմտյան սեգմենտի, այսպես ասած, դաշինքային տրամաբանությամբ ընտրություններին գնալը, որովհետեւ գիտեք, քիչ չի եղել նման քննարկում առնվազն։ Գիտեք ինչ, ընդհանրապես դաշինքային փիլիսոփայությունը հանրության մեջ ընկալվում է որպես դրական երևույթ, որ նույն գաղափարն ունեցող մարդիկ միավորվում են։ Բայց միշտ չի, որ դաշինքները դրական արդյունք են ապահովում։ Օրինակ հապկը։ Հապկը դաշինք է, անվտանգային դաշինք է, որտեղ նույն գաղափարախոսություն ունեցող խմբերը հավաքվել են կարծես, բայց այդ հապկը որևէ կերպ չօգնեց Հայաստանի Հանրապետությանը, երբ Հայաստանի Հանրապետության համար խնդիրներ առաջացան անվտանգային խնդիրներում։ Ընդհանուր առմամբ ասվում է այսպես, որ եթե մոտեցումների կամ գաղափարների տարբերություն չունեք ու չեք միավորվում, ուրեմն ամբիցիաներն են։ Հիմա ռուսական դաշտի բոլոր տեխնացուները, ովքեր այս ընտրությանը մասնակցում են, գաղափարական առումով նույն մոտեցումն ունեն։ Ու իրենք չեն միավորվում։ Ու իրենց ոչ մեկ չի ասում, իսկ ինչի չեք միավորվում։ Ինչ ամբիցիաներն են, չի ասում են դուք հատուկ խաղ եք խաղում, որ գաք վերջնական ռուսական թևի խնդիրը լուծեք։ Կամ ինչի ռուսական թևից կարող է ընտրություններին մասնակցել 5-6 կուսակցություն, իսկ արևմտյան թևից չի կարող 3-4-ը մասնակցել։ Այս պարզ հարց է, չէ՞, ինչու։ Ասում են, վայ, ռուսական թևը շատ փող ունի, դուք աղքատ եք։ Իսկ ինչի ենք մենք աղքատ։ Ինչի ռուսական թևը շատ փող ունի։ Ո՞վ է ռուսական թևին այդ շատ փողը տալիս։ Եթե այս հարցերի պատասխանները մեր հանրությունը տա, ապա ռուսական թևի առաջադրվածները հաստատ ազգային ժողով չեն անցնի, որտեղ այդ փողով իրենց են փորձում գնել այդ ռուսական թևին։ Այսինքն նման բան ասող ուզում է ասել, որ փողով կգնեն, հետեւաբար իրենք կարող են, իսկ դուք որ փողով չեք կարող գնել, դուք չեք կարող։ Եվ կա հետևյալ բանը նաև, եթե արևմտյան թևի քաղաքական ուժերը գաղափարապես նույնը լինեին, այսքան արևմտյան թևի կուսակցություններ չէին առաջանում։ Օրինակ, Հանրապետություն կուսակցությունը ստեղծվել է 2001 թվականին։ Հանուն Հանրապետություն կուսակցությունը, որը էլի առանձին է հանդես գալիս եւ ես ողջունում եմ, ստեղծվել է 2018 թվականին։ Եթե հանուն Հանրապետության կուսակցությունը մեր կուսակցության Հանրապետություն կուսակցության գաղափարախոսության մեջ իրեն նման կամ իրեն հարազատ գծեր տեսնել, նոր կուսակցություն չէր ստեղծի։ Հետևաբար տարբերություններ են տեսել, դրա համար նոր կուսակցություն են ստեղծել, հետևաբար այդ տարբերությունները կա եւ այդ տարբերությունների համատեքստում է նաեւ, որ արևմտյան քաղաքական ուժերը նաեւ հանդես են գալիս առանձին։ Ընդհանուր առմամբ ամբողջ արևմտյան թևի ուժերին համախմբելը դա անհնարին բան է, ի սկզբանե անհնարին է։ Իսկ հետագայում կոալիցիան նույնպես անհնար է, պարոն Սարգսյան։ Կոալիցիաները դրանք շատ կարևոր բաներ են եւ դրանք որպես կանոն չեն փլուզվում։ Օրինակ Երևանի քաղաքապետարանում մենք կոալիցիա ենք քաղաքացիական պայմանագրի հետ, մենք բազմաթիվ հակադրություններ ենք ունեցել ներսում, շատ լուրջ վեճեր, բայց այդ կոալիցիան չի փլուզվել։ Ինչու, որովհետև երկու կողմն էլ հասկացել է, որ կոալիցիան փլուզելու պարագայում երկուսս էլ իշխանությունը կորցնում ենք։ Ոչ իրենք են քաղաքապետ ունենում, ոչ էլ մենք փոխքաղաքապետ։ Հետևաբար կարողացել են գալ կոմպրոմիսի, ինչը նաև դրական արդյունք է տվել աշխատանքի որակի առումով։ Եվ եթե առաջիկա ազգային ժողովում էլ խնդիր առաջանա կոալիցիա կազմելու, մենք միանշանակ կողմ ենք լինելու կոալիցիա կազմելուն եւ ասեմ, որ մենք քաղաքական դաշտում ներկայացված առես պահը միակ քաղաքական ուժն ենք, որ ասում ենք, որ եթե խնդիր առաջանա կոալիցիա կազմելու ու ռուսահպատակներին թույլ չտալու իշխանություն վերցնել Հայաստանում մենք նույն կերպ, ինչպես Երևանում թույլ չտվեցինք, էլի կմիանանք բալանսավորողներին ու թույլ չենք տա, որ նրանք իշխանության գալ։ Այսինքն մենք կոալիցիաներին միանշանակ կողմ ենք եւ այս առումով որևէ խնդիր չենք տեսնում։
Եվ քանի որ խոսեցիք մեծ փողերի, այսպես այդ փողերով մարդկանց առնելու մասին, վստահ եմ տեսել եք հակակոռուպցիոնի վերջին բացահայտումները ենթադրյալ ընտրակաշառքի դեպքերի հետ կապված, ինչը ուղիղ աֆիլիացվում է ուժեղ Հայաստան այս ուժի հետ։ Կուսակցությունից դա ամեն կերպ մեկնաբանում են իրենց ուժից, որ մի դեպքում դա խոսակցություն է քյաբաբի մասին, մյուս դեպքում դա ծննդյան նվեր է, հեռուստացույցը, չեն հասկանում, թե ինչու է դա հատկապես ընկալվում ընտրակաշառք եւ նաեւ ասում են, որ նույն ընտրակաշառքը երբ քաղաքացիական պայմանագիրը թոշակներն էր բարձրացնում, բայց այս մոտեցումը, պարոն Սարգսյան, ստացվում է այս արատավոր երևույթը, ինչի մասին շատ խոսվել է եւ հիմնականում աֆիլիացվել է նախկին իշխանությունների հետ, որ փորձ է արվել այսպես ընտրակաշառքի միջոցով ձայներ կորզել, հիմա վերակենդանացվում է այս նախկին մոտեցումը, որ քվե գումարի դիմաց։ Հիմա իհարկե գումարը փոխվել է, բայց դրանից բան չի փոխվում իրականության մեջ։ Այո, այդ միանշանակ այդպես է, եթե մեկնաբանվում է նախկինում նվիրած հեռուստացույցը մի տարի հետո հանձնելու առումով, ասեմ, որ տնային էլեկտրոնիկան շատ արագ հնանում է եւ մի տարվա մեջ այդ հեռուստացույցները լուրջ առաջընթաց են ունեցել կամ մեկնաբանվում է, չգիտեմ, քյաբաբով, իսկ ես չեմ տեսել ինչով էին մեկնաբանում շուշանգյալը, ժեխը, շալվարը, այդ առումով չգիտեմ, մեկնաբանություններ չեն հանդիպել։ Ես անդադ ռադիո եմ լսում, ճանապարհին անդադ Արարատ-Երևան ճանապարհին եմ եւ կարծում եմ այս խցանումների մեջ Հայաստանի Հանրապետության բնակչության մեծ մասը ռադիո է լսում։ Այդ ռադիոն, որ լսում ես, ամբողջությամբ այդ համատեքստում է, ռուսական համատեքստում, այն կարգի հակակարողություն ու այն կարգի տեսակետներ Հայաստանում տեղի ունեցող իրականության մասին, որ լսում ու զարմանում ես, իսկ ուժեղ Հայաստանի կարգախոսներից ու արվող գովազներից մեկում էլ ասում են վերջապես մենք կվերականգնենք հայի արժանապատվությունը ու ոնց։ Ինչ ասել է այդ հայ արժանապատվություն վերականգնել ուժեղ խաղաղություն։ Դե ես ուզում եմ հասկանալ այդ արժանապատվություն վերականգնելու կոչ են անում, իսկ իրականում այդ հային շուշանգյալ են անվանում, շալվարով քվե են գնում, փոխում են փողով մարդկանց ընդունել շտաբներում աշխատանքի ու այդ մարդկանց ընտանիքները գան իրենց քվեարկեն, ինչը ով չգիտի, որ այդպես է։ Մեր հասարակության այդ միստվար հատվածը, որ այսօրվա դրությամբ ինչ որ կերպ ներառվել է ուժեղ Հայաստանի համատեքստում կամ այն 12000 մարդը, որ մասնակցում էր այդ հանրահավաքին, ինչ Սամվել Կարապետյանի գաղափարների համար էր մասնակցում, թե Նարեկ Կարապետյանի խոսքներ իրեն շատ դուր եկել։ Բնականաբար ոչ։ Իրենք բոլորը Սամվել Կարապետյանին նայում են մարդու, ով որոշակի գումարներ ունի, գործարար ընկերներից մեկն ասում է խելոք մարդ է հիմա իր փողը կծախսի, ասում են բայ ինչ փող պիտի ծախսի, ում փողը պիտի ծախսի, որ իր փողը չծախսի, ասում են Սամվել Կարապետյանի, ում։ Այսինքն մարդիկ բիզնես դաշտում արդեն այս կարգի անեկդոտներ են հորինում, որ նորմալ բիզնեսմենը հիմա իր փողը չի ծախսի։ Սամվել Կարապետյանը փող ունի, առաջարկում է ծախսել, արեք ասենք ուժեղ Հայաստան ու այդ փողերը ծախսենք։ Ու այս տխուր է, որ Սամվել Կարապետյանն ու իր թիմը այս սուղակի մեջ իրեն ոգևորված է զգում ու համարում է, որ այդ արդյունքները բերելու, իրականում իրենք լուրջ հիասթափվելու են եւ այստեղ խնդիրը միայն փողինը չէ, որտեղ մեր հանրության գերակշիռ մասը այսօր էլ Հայաստանի հանդեպ ծառացած խնդիրների լուծումը տեսնում է խաղաղության համատեքստում, ուզում է հասկանալ այդ խաղաղությունը հարատև է թե ոչ, ուզում է հասկանալ ընտրություններից հետո կամ աշխարհաքաղաքական այս իրավիճակներում նոր պատերազմներից մենք ապահովված ենք թե ոչ, իսկ այս համատեքստում Սամվել Կարապետյանը, Ռոբերտ Քոչարյանը եւ մնացած ռուսական թևի ներկայացուցիչները մի բան են ասում, կգա Ռուսաստանը եւ Ռուսաստանի հովանու տակ գտնվելով մենք կապահովենք այդ խաղաղությունը, որն էլ իր հերթին կլինի արժանապատիվ ու չգիտեմ ուրիշ էլ բառերով կլինի, բայց դա կլինի ապահովված, մշտական եւ արժանապատիվ։ Այստեղ ուզում եմ հիշել Պարոն Սարգսյան, ներողություն եմ խնդրում, իրենց աջակիցներից Կարապետյանների Ալբերտ Բազարյանը օրերս ուղիղ տեքստով ասաց, որ այո, մեզ ժամանակ է պետք, որպեսզի մեր ռազմավարական դաշնակցի հետ հզորանանք եւ հարձակվենք եւ պատերազմի միջոցով հետ բերենք Ղարաբաղը։ Այսինքն ուղիղ տեքստով անոնս են անում պատերազմի մասին։ Տեսեք, պարտվածի արժանապատվությունը վերականգնելու երկու տարբերակ կա։
մի տարբերակը նոր պատերազմ ես անում, հաղթում ես նրան, ում պարտվել ես եւ ինչ կորցրել ես, հետ ես բերում։ Այս տարբերակը մեր պարագայում ոչ միայն արկածախնդիր է, նաեւ շատ վտանգավոր է, շատ վտանգավոր։ Ես չեմ ասում, որ հայկական բանակը թույլ է եւ այլը, բացարձակ մենք փորձում ենք հզորանալ, բայց այս տարբերակը աշխարհակաղակական առումով էլ ընկալում չի ունենա, ստորագրված փաստաթղթերի առումով էլ ընկալում չի ունենա եւ այն ինչ որ առաջարկվում է, ուղիղ ասվում է, որ հրաժարվենք Վաշինգտոնում ստորագրվածից։ Դա ինչ որ կերպ հրաժարում է նաև Ռուսաստանի նոյեմբերի 9-ին երրորդ փաստաթղթի ստորագրածից, որտեղ այնտեղ չեն ասում պատերազմով, այնտեղ ասում են վերադառնանք նոյեմբերի 9-ին երրորդ կետին, իրենց առաջարկը է դա։ Եվ այս համատեքստում խնդրի լուծումը, ուղղակի նման լուծումը ոչ միայն անիրատեսական, այլև անհեթեթ է գոնե սպայի համար։ Երկրորդ տարբերակը, որ մենք կարողանանք մեր տնտեսությունը այնքան հզորացնել, որ հայ մարդը այնքան բարեկեցիկ ապրի, որ Հայաստան եկած ադրբեջանցին սկսի մտածել, արդյոք ինքն էր հաղթել այս պատերազմում, թե ոչ։ Մոտավորապես այնպես, ինչպես իրեն զգում է Ռուսաստանի քաղաքացին, երբ որ այցելում է Գերմանիա կամ Ճապոնիա, երբ որ Բերլինում կամ Տոկիոյում զարմացած կողքերն են նայում ու ինքներն հարցում են, իսկ ով էր հաղթել այդ պատերազմում։ Եթե մենք էինք հաղթել, ինչու են իրենք այսքան լավ ապրում։ Ես կողմնակից եմ այդ տարբերակի։ Իսկ իրականում Ռուսաստանի հետ համագործակցությունը իսկապես նման է հնդուհավի աչքերով աշխարհին նայելու Բեռնար Ռասլանով անգլիացի 20-րդ դարի մի փիլիսոփա կա, որը այդ հնդուհավի աչքերին նայելով փիլիսոփայության հեղինակն է, որը շատ խորությամբ ուսումնասիրել է ու շատ հետաքրքիր է իր այդ աշխատությունը, շատ հետագայում լիբանանցի մի փիլիսոփա, որը Նիկոլաս, կարծեմ իր անունը Նիկոլաս Թալիմ։ Նիկոլաս Թալիմը գրել է հետևյալ բանը, ճիշտ եմ հիշում, Նիկոլաս Թալիմ, այո, գրել է հետևյալ բանը, որ հնդուհավին սիրում են, հնդուհավին պահում են, հնդուհավին մեծացնում են, գալիս է բարեկենդանի ժամանակը եւ հնդուհավի համար լրիվ անսպասելի նրան մորթում են։ Հայ-ռուսական հարաբերությունների տրամաբանությունը իր ամբողջ կենսագրության մեջ այդ հնդուհավի սինդրոմով է եղել։ Եվ այն քաղաքական գործիչները, ովքեր այսօր առաջարկում են ռուսական գիծը, իրենք թողիցներ են, բայց հնդուհավի աչքերով են նայում աշխարհին։ Հայաստանի այսօրվա իշխանությունները իմ կարծիքով դանդաղ, բայց փորձում են այդ հնդուհավի փիլիսոփայությունից դուրս գալ, բայց ամբողջությամբ դեռ դուրս չեն եկել։ Ու ես իմ խնդիրն եմ համարում, նաև մեր կուսակցության խնդիրն եմ համարում, մեր ժողովրդին դիմել ու ասել, որ եթե ձեր կվենտակ մեզ, ու մենք ազգային ժողովում լինենք, մենք կփորձենք հնարավորինս արագացնել այդ process-ը ու այդ հնդուհավի սինդրոմի տրամաբանությունից դուրս դնել Հայաստանին, որովհետև բարեկենդանի օրը ստաբիլ օր է, այն չի չեղարկվել ու նայելի գալու է։ Այսինքն Ռուսաստանի պլանները Հայաստանի հետ կապված չեն փոխվել, ճիշտ եմ հասկանում, պարոն Սարգսյան, որովհետև այս ուժերը, որոնց ես մեջ բերեցի, խոսում են նրա մասին, որ մենք ուժեղ ենք լինելու, երաշխավորված ենք լինելու եւ այդ ուժը, երաշխավորությունը, չգիտեմ, բարեկեցությունը իրենք, այսպես տեսնում եմ, միայն Ռուսաստանի հետ, ասում են, այս Բևերի հետ մենք ուժեղանալու ենք, գնալու ենք, պատերազմելու ենք, ինչպես հասկանալ այս բոլոր հայտարարությունները։ Եվ նաև հասկանանք, պարոն Սարգսյան, քանի որ այդ իմաստով հասկանանք ինչ են առաջարկում այս ուժերը, որոնց մենք անվանում ենք ռուսամետ եւ որոնց նաև Վլադիմիր Պուտինը անվանեց ռուսամետ, եւ ինչ են առաջարկում այն ուժերը, ովքեր ասում են, որ պետք է գնալ եւ ուղիղ խոսել Թուրքիայի հետ, Ադրբեջանի հետ, ինչի համար հաճախ քննադատվում են նաև Մոսկվայից, վերջերս Զախարևան սրտնեղեց, որ Հայաստանը եւ Ադրբեջանը որոշել են ուղիղ խոսել, ինչ են առաջարկում այս ուժերը, ովքեր ասում են պետք է գնալ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ ուղիղ խոսել, բանակցել, պետք է ապաշրջափակում տեղի ունենա եւ ինչ են առաջարկում այն ուժերը, երբ որ ասում են վտանգավոր է, պետք է գնալ անսալ Ռուսաստանի պաշտպանությանը։
Ռուսները եւ ռուսամետ ուժերը մշտապես ասել են, որ եթե ռուսները չլինեն, թուրքերը մեզ կուտեն, ու ովքեր ռուսների կողմից չեն, իրենք թուրք են։ Եվ ովքեր մերժում են, ասում են, այ Ռուսաստանի հետ լինելը նշանակում է հնդուավի աչքերով աշխարհին նայել, նրանց թուրք են անվանում։ Այս իրենց պարզ տրամաբանության համատեքստում է։ Ու տխուրը նրանում է, որ այս մարդիկ ոչ միայն ներհայաստանյան քաղաքական կյանքը չեն հասկանում ու հայ մարդուն չեն հասկանում, իրենք նաև Ռուսաստանը չեն հասկանում ու չեն պատկերացնում։ Իմ կարծիքով մենք ամեն ինչ պիտի անենք, որ Ռուսաստանի փլատակների տակ չմնանք։ Որ Ռուսաստանի մասին են խոսում իրենք։ Այն Ռուսաստանի, որը այսօր կարելի է արդեն ասել, գուցե առաջին անգամ է, որ ես նման բան եմ ասում, ու դա բավականին հիմնավոր է, որ այս պատերազմում Ռուսաստանը սկսել է արդեն պարտվել Ուկրաինայի։ Որովհետև Ռուսաստանը հայտնվել է մի իրավիճակում, որ պատերազմը դադարեցնելը հղի է ռազմաարդյունաբերական համալիրի կանգնելով, այդ բարձր վճարվող մինչև 30 միլիոն մարդու գործազուրկ մնալով, դրան գումարած 1.5-ից 3 միլիոն զինվորականի հնել զենքով Ռուսաստան հետ դառնալուն, չդադարեցնելն էլ վերածվելու է տնտեսական դեֆոլտի, որտեղ ամբողջ Ռուսաստանը աշխատում է միայն բանակի համար, սոցիալական խնդիրները վերացել են, պետության առաջընթացը վերացել է, գիտություն եւ այլը մի կողմ է դրվել այդ ամեն ինչ ռազմաարդյունաբերության համատեքստում է։ Այսինքն Ռուսաստանը այսպես թե այնպես իրեն դրել է մի ծուղակի մեջ, որի արդյունքում ինքը փրուզվելու է, ինքը մեկուսացված է ամբողջ աշխարհից, իր վտանգները ոչ թե Միացյալ Նահանգներից են, այլ Չինաստանից են, Միացյալ Նահանգներից անդադ իրեն բացատրում են, որ քո վտանգները մենք չենք, քո վտանգները Չինաստանում է, իրենք միևնույն է, շարունակում են այս ուղղությամբ գնալ եւ Ռուսաստանը ինքը տնտեսապես դեֆոլտի ու փլուզման ուղիղ եզրին է։ Ինչ կլինի, երբ որ Ռուսաստանը իսկապես պարտվի այդ պատերազմում ու փլուզվի։ Մենք պիտի մնանք այդ փլատակների տակ։ Մենք պիտի ամեն ինչ անենք այդ փլատակների տակ չմնալու համար, որովհետև այդ փլատակների տակ մնալը իսկապես մեր վերջը կլինի։ Ցավոք սրտի ռուսական թևի ջատագովները Ռուսաստանի այսօրվա այդ իրավիճակը չեն տեսնում։ Իրենք համարում են, որ այն որ 3 օրում Պուտինը չգրավեց Կիևը ու Կիևյան Ռուսիան միացներ Ռուսաստանին, այնպես ինչպես չգիտեմ, ժամանակին կարողացավ Ղրիմն անել ու իր պաշտոնավարումը երկարաձգել, այս անգամ չհաջողվեց։ Իրենք այդ չեն տեսնում, իրենք համարում են ոչինչ, որ 3 օրում չկարողացավ, հիմա կհաղթի։ Հիմա էլ չի հաղթում։ Նույն Պոկրովսկ քաղաքը 3 անգամ հայտարարեցին, որ գրավել են, 3 անգամն էլ այնտեղից Ուկրաինայի նախագահը ելույթ ունեցավ։ Այս Ռուսաստանը, որը ինքն իրեն չի կարողանում պաշտպանել, որը իր տնտեսության մեջ լրջագույն խնդիրներ ունի, որը մտել է այս պատերազմի մեջ ու դուրս գալ չի կարողանում, որի տնտեսությունը դեֆոլտի շեմին է, այս Ռուսաստանը Հայաստանին ինչով է ուժեղացնելու։ Ինչով։ Եթե Իսկանդիրով է ուժեղացնելու, որին մենք հավատում ենք, որին 2000 թվականի կեսերին, ասենք 14-15 թվականին հաղորդավարը հայտարարում էր հրապարակ է մտնում Իսկանդիրը, ու մենք բոլորս մտածում ենք, որ վերջ մենք պատերազմից ապահովված ենք ու Ադրբեջանը մեզ հաղթել չի կարող։ Մենք տեսանք, որ այդ Իսկանդիրը ոչ մի բան էլ չի։ Ընդհանրապես դրա միայն կոճակն է մեր մոտ, իսկ ազդեցությունը ինքը ինչքանով ազդեցություն կունենա, այդ մեզանից կախված չի։ Մենք տեսանք, որ միասնական հակաօդային պաշտպանությունը, որը մենք ունեինք Ռուսաստանի հետ համատեղ, այնքան չգործեց, որ 2 օրվա մեջ Հայաստանի ունեցած հակաօդային պաշտպանության են թանկարժեք սարքերը, այս 300-ները, դրանից 10 անգամ ավելի էժան բայրակթարներով դարձան մետաղի ջարդոն, որ ադրբեջանական հակաօդային անօդաչու թռչող սարքերը եկան Աբովյանի վրայով պտտվեցին ու հետ գնացին։ Եվ նույնիսկ վարչապետը խոստովանեց, որ Հայաստանի հակաօդային պաշտպանության սարքերը այդ ժամանակ, որոնք համատեղ էին, անջատված են եղել։ Այսինքն այդ Ռուսաստանի վրա են իրենք ուզում հույս դնել։ Եթե իրենք ասում են, որ այդ Ռուսաստանը մեր հետ լավ կլներ, եթե իշխանության Ռոբերտ Քոչարյանը լիներ, ես ասեմ, որ որևէ կապ չունի այն նույն հնդուհավի փիլիսոփայության առումով, թե ով է հնդուհավի աչքերով նայողը։ Միևնույն է բարեկենդանի օրը մորտելու են։
Բաշար ալ-Ասադը դրա բացառիկ օրինակն է։ Բաշար ալ-Ասադն էլ Նիկոլ Փաշինյանի նման ժողովրդավար ճանապարհով ընտրված չէր, Հաֆեզ Ասադի որդին էր, ամբողջ կյանքը բռնի ուժով, բռնապետի նման, Ռուսաստանի նախագահի նման պահել էր իր իշխանությունը, Ռուսաստանի իշխանություններին ոչինչում ոչ չէր ասել, ու այսօր ուր է Բաշար ալ-Ասադը։ Եվ այսօր Ռուսաստանի իշխանությունները ինչպիսի պետական այցերով են ընդունում Բաշար ալ-Ասադին փոխարինողին ու ինչեր են խոստանում իրենց քիչ թե շատ ճղճիմ ներկայություն այնտեղ պահելու համար, այն դեպքում, որ իրենք այնտեղ ծովային նավատորմ ունեին, իրենք այնտեղ նավահանգիստ ունեին, հիմա ոչինչ չունեն։ Ռուսաստանը ամբողջ աշխարհում կորցնում է։ Եվ եթե այս մարդիկ այդ չեն տեսնում, Ռուսաստանին փոքր հաղթանակ է պետք։ Այսինքն ոչ չասելը Ռուսաստանին պարբերաբար ոչ մի հարցում ոչ չասելը կարող է նման կործանարար հետևանքներ ունենալ։ Եվ արդյոք մենք այդ տրամաբանությունից դուրս ենք եկել, պարոն Սարգսյան, որ կարող ենք Ռուսաստանին ինչ որ հարցերում ասել ոչ։ Գիտեք ինչ, ես կարծում եմ, որ Հայաստանի իշխանությունները, երբ որ ասում են բալանսավորման քաղաքականություն, իրենք ի նկատի ունեն, որ հիմա բալանսավորված չի, որ էներգետիկան օրինակ ամբողջական ռուսական հենքի վրա է, որ ապրանքաշրջանառությունը, որով այդքան գովում են, որ տեսեք ինչ ապրանքաշրջանառություն կա, այդ մեր ինքնիշխանության ամենամեծ վտանգն է, այդքան կախվածություն որևէ մեկից չի կարելի ունենալ։ Եվ ես կարծում եմ, որ այդ կախվածությունը կրճատել է պետք եւ Հայաստանի իշխանությունները փորձում է այդ կախվածությունը կրճատել։ Այդ ուղղությամբ անում է քայլեր, ինչտեղ Ռուսաստանին չի բավարարում։ Նաեւ Ռուսաստանն ուզում է անկախ նրանից, որ բավարարել էր, Ռուսաստանին ինչ որտեղ փոքր հաղթանակ է ունենալ պետք, իսկ այդ փոքր հաղթանակ ունենալու ամենահարմար տեղը դեռ պատերազմը չավարտած Հայաստանում է, որտեղ իրենք քիչ թե շատ ազդեցություններ ունեն, այնպես ինչպես մտածում էին Ուկրաինայում կունենան, եւ այդ մարդիկ այդ ներքին հեղաշրջումը կանեն ու փուչիկներով, ծաղիկներով մայիսի 3-ին իրենց կդիմավորեն կամ մայիսի 9-ին իրենց կդիմավորեն այնտեղ շքերթ անցկացնելու, այդ տեղի չունեցավ։ Հիմա իրենք փորձում են այստեղի Պավլիկ Մարոզովներին աճեցնել, այդ համատեքստում այստեղ իշխանապողություն անել ու ցույց տալ, որ իրենք դեռ ազդեցություն ունեն աշխարհի ինչ որ կետերում, ու ես էլ իմ մեր խնդիրն եմ համարում նման բանը թույլ չտալը։ Ես գտնում եմ, որ Ռուսաստանի հետ ոչ միայն դիվերսիֆիկացնել է պետք, այլ մաքսիմալ արագ կոնկրետ դիրքորոշումներ է հայտնել պետք, մասնավորապես հայկական երկաթգծի պարագայում, որը կոնցեսիոն կառավարման է տված ռուսական հարավկովկասյան երկաթուղիներին, իսկ այսօր տրիպի պայմաններում երասխից ախուրիկ կայարան հատվածը վերագործարկելը եւ դա տրիպի մաս դարձնելը թեկուզ 24-76% տրիպի մաս դարձնելը գերկարևոր է Հայաստանի համար, այդ մեր ինքնիշխանության ուղղությամբ արվող ամենախոշոր եւ ամենակարևոր քայլերից մեկը կլինի։ Եվ Փաշինյան-Պուտին հանդիպմանը անդրադառնալով, ինչ եք կարծում Փաշինյանի կողմից այդ ասված ոչը, ինչ որ իմաստով ոչը, երբ Վլադիմիր Պուտինը խնդրում էր, որ իր բոլոր ուժերին հնարավորություն տա մասնակցել եւ այնտեղ ասաց, որ նաեւ իրենց քաղաքացին կցանկանար, որ մասնակցել եւ վարչապետի այդ դիտարկումը, որ սահմանադրությունը դա թույլ չի տալիս։ Դա եւս կարող է մեր վրա ինչ որ գին արժանալ, որովհետեւ կան անգամ շրջանակներ, նույն ընդդիմադիր շրջանակներ կամ ռուսամետ շրջանակներ, որոնք ասում են, որ պետք չի ամեն դեպքում Վլադիմիր Պուտինի հետ նման տոնով խոսել։ Այդ ոչ ասելը նկատի։ Նախ վարչապետը ոչ չասեց, վարչապետը ուղղակի Վլադիմիր Պուտինին ներկայացրեց Հայաստանի Հանրապետության ընտրական օրենքը եւ սահմանադրությունը։ Այդ պարագայում հանգիստ կարող էր վարչապետը նաեւ Ռուսաստանի Դաշնության նախագահին ասեր, որ Սամվել Կարապետյանը երկքաղաքացի է նաեւ Ռուսաստանում եւ կարող է արդյոք Սամվել Կարապետյանը ձեր մոտ առաջադրվել նախագահի տեխնացու։ Ու Վլադիմիր Պուտինը միանշանակ կասեր, որ մեր սահմանադրությամբ երկքաղաքացին իրավունք չունի առաջադրվելու։ Հետևաբար, եթե ձեր մոտ իրավունք չունի, մեր մոտ ինչի պիտի ունենա։
այս տրամաբանություն։ Ես կարծում եմ, որ Վլադիմիր Պուտինը շատ լավ գիտեր, որ մեր սահմանադրությամբ էլ չի կարելի, ինքը նաև իրենց սահմանադրությունը շատ լավ գիտի, իրավաբան է, գիտի, որ երկքաղաքացուն չի կարելի Ռուսաստանում առաջադրվել որպես նախագահի տեխնացու։ Եվ այս համատեքստում ինքը ուզեց ցույց տալ, որ ռուսական թևի ներկայացուցիչներ, ես ձեր թիկունքին կանգնած եմ, խզարեք մինչև վերջ մոտավորապես։ Բայց ստացվեց այնպես, ինչպես ռուսների պարագայում է, փորձում են լավը, ստացվում է ինչպես միշտ։ Հերն անիծում են ու անգամ նրան ում օգնել են, այդ թվում համարում են, որ այդ արջի ծառայությունն էր իրենց, ոչ թե օգնություն։ Լավ, արխիվում ընտրություններ են ամենատարբեր, գիտեք, գրեթե ամենօրյա մակարդակում ամենատարբեր այսպես տվյալների հղում անելով բոլոր ուժերը, այդ թվում Սամվել Կարապետյանը օրերս խոսում էր, որ ինքը 100% աջակցություն ունի, որքան էլ որ աբսուրդ թվա 100%-ի մասին այդ խոսակցությունը։ Հայաստան դաշինքի падգամավորը նշում է, որ 3 ընդդիմադիր ուժերը վերցրած միասին նկատի ունի Ռոբերտ Քոչարյան, Գագիկ Ծառուկյան, Սամվել Կարապետյան ավելի շատ ձայներ են ունենալու, քան իշխող ուժը քաղաքացիական պայմանագիրը եւ իշխանություն են ձևավորելու։ Այսպես շարունակ, ձեզ չի վախեցնում այս խոսակցությունները, պարոն Սարգսյան, որովհետեւ այդ խոսակցություններում առնվազն ձեր ուժը եւ էլի շատ ուժեր այդ խոսակցություններում չկան, իրենք առաջատար են հիմնականում 100% ձայն ունեն կամ երբեմն 100%-ից էլ ավելի։ Բացարձակ չի վախեցնում, որովհետև ես գիտեմ, որ այդ ուժերը այդ բաներն ասում են իրենց վախերը թաքցնելու եւ իրենց ցույց տալու համար։ Ընդհանրապես ցանկացած մրցակցություն ու ընտրություն նայում են հաղթող պարտվողի եւ այստեղ հաղթանակի գնում է քաղաքացիական պայմանագիրը իշխանությունը պահելու համար, իսկ իրենք էլ հաղթանակ ասելով հասկանում են, որ գնում են իշխանությունը վերցնելու համար։ Ընդհանրապես հաղթանակ ասելով ով ինչ է հասկանում, սա բացարձակ այլ փիլիսոփայական կատեգորիա է, որի մասին կարելի է երկար զրուցել։ Մենք էլ ենք գնում հաղթանակի, մենք գնում ենք հաղթանակի Հայաստանի Հանրապետության ազգային ժողովում օրենսդրական նախաձեռնություններով աշխատելու եւ Հայաստանի Հանրապետությունը ավելի բարեկեցիկ, ավելի ինքնիշխան դարձնելու առումով։ Եվ մենք դրա համար ենք մեր ժողովրդից քվե խնդրում, եւ դա մենք համարում ենք մեր հաղթանակը։ Եվ մենք համարենք մեր հաղթանակը, որ Հայաստանը ընդհանրապես հրաժարվի հնից, այդ հինը հետ վերադարձ չունենա եւ չի էլ կարող ունենալ այդ հինը հետ վերադարձ, որտեվ պատմությունը հետ դարձի օրինակներ շատ քիչ ունի, ու դա պատմության անիվը կախված պահելը շատ բարդ է լինելու, այդ անհնարին է լինելու։ Նախորդ ընտրությունները 2021-ի ցույց տվեցին, որ ռուսական թևի քաղաքական մտածելակերպ ունեցող մարդկանց քվեն մոտավորապես 27% է, ասենք 22% Ռոբերտ Քոչարյան եւ պատիվ ունեմը Սերժ Սարգսյանի եւ Վանեցյանի դաշինքը 5%, 27% ընդհանուր համատեքստում։ 2021 թվականին ընդդիմությունը շատ ավելի կուռ էր, ինչ ուզում եք ասեք, Ռոբերտ Քոչարյանը շատ ավելի լուրջ ու սոլիդ քարոզարշավ էր անում եւ իր հաղթելու հավանականության մասին, որ կարող է հանկարծ հաղթել, մտածողները շատ ավելի շատ էին ու շատ ավելի հավանական էին այդ համարում, որովհետեւ իսկապես լուրջ քաղաքական պայքար էր, պլյուս պատերազմի պարտությունը, պլյուս պարտությունից հետո խաղաղություն չլինելու այդ անորոշությունը, որը կար այս ամեն համատեքստում եւ այստեղ այդ 27%-ն էր իր ամբողջության մեջ։ Հիմա 2026 թվականին այդպես չի, որովհետեւ կա որոշակի առումով խաղաղության նախաստորագրված փաստաթուղթ, թե Ադրբեջանից, թե Հայաստանից ասում են այդ առումով կա թրիպը, որը ստորագրվել է Միացյալ Նահանգներում, այդ խաղաղության երաշխավոր Միացյալ Նահանգների նախագահ Թրամփ կա, որը անդադ կրկնում է, ասում են նրանք լավ տղաներ են, եւ որևէ մեկը չի ուզում վատ տղա դառնալ Միացյալ Նահանգների համար։ Կա Ադրբեջան, որ հրաժարվեց ռուսական ուղեծրում մնալը եւ դադարեց ասել, որ ամենալավ հարթակը Մոսկվան է, որտեղ կարելի է ստորագրել Հայաստանի հետ փաստաթուղթ։ Այսինքն խնդիրը իր բևեռը փոխեց։ Բայց Հայաստանի ներսում մնացած ռուսապատակները մնացին նույն բևեռում, մնացին այն հնի հետ կապված։ Եվ այսօրվա իրենց իրավիճակը շատ ավելի թույլ ու շատ ավելի խոցելի է, քան 2026 թվականին էր։ Իրենց ունեցած այդ 27%-ը իմ կարծիքով պակասել է։ Եթե ընտրության մասնակցությունը մեծ լինի ու դրա հաշվին իրենք փորձեն ավելացնել,
այդ ընդհանուր տոկոսը բոլորին իրար հետ կարող է կազմել մաքսիմում 30-32։ Եվ այդ 30-32%-ը բաժանվելու է մի քանի ռուսական ուժերի մեջ մեծ առումով 3 հիմնականի Ծառուկյանի, Ռոբերտ Քոչարյանի եւ Սամվել Կարապետյանի թևերի մեջ է բաժանվելու, որը ինչքան կհավաքի չգիտեմ, մեր ունեցած տվյալներով Ռոբերտ Քոչարյանը չի անցնում այդ ցանկում, Ծառուկյանը այդ գծի վրա է, դեռ չի հաղթահարել 4%-ի խնդիրը, այն ինչ որ են հարցումները, ինչին ես եմ տիրապետում, այսպես է, Սամվել Կարապետյանի տոկոսը Ռոբերտ Քոչյանի տոկոսից միանշանակ ցածր է 16-17%-ի սահմաններում է։ Էս է այդ ներկապնակում եղած այսօրվա հարցումների ընդհանուր խնդիրը։ Ինչ վերաբերվում է մեր կուսակցության մասով, մեր կուսակցությանը ցանկացած հարցման 1%-ից ավել չեն տվել, նույն էր Երևան քաղաքինը, որտեվ գիտեք ինչ, մարդուն երբ որ հարցնում են ում ես ընտրելու, ինքը միշտ հաղթողի անունն է տալիս, ասում է Նիկոլ Փաշինյանին կամ չգիտեմ Մերձևովին կամ Ռոբերտ Քոչարյանին։ Իսկ այն որ գնում է աշխատելու նրա անունը չի տալիս, ասում է դեռ չեմ կողմնորոշվել, դեռ չգիտեմ եւ այլը, կամ տվյալ պահին ով մտքով անցնում է։ Բայց ես համոզված եմ, որ մենք այնպես ինչպես Երևանում 10%-ն անցանք եւ 11% հավաքեցինք, մենք մեր համար նման խնդիր ենք դրել, որ ազգային ժողովում լուրջ ներկայություն ունենանք եւ այդ լուրջ ներկայությունը իսկապես կօգնի թե Հայաստանի իշխանություններին ավելի արագ դիվերսիֆիկացնել Ռուսաստանի հետ փոխհարաբերությունները եւ դուրս գալ այդ հնդուհավի սիմդրոմ կոչվող փիլիսոփայությունից եւ թե Հայաստանի տնտեսական զարգացման համար նոր թափ կապահովի, որովհետեւ իմ կարծիքով իրապես արժանապատիվ խաղաղություն ունենալու, ընդհանրապես խաղաղությունը հարատև դարձնելու միակ տարբերակը հզոր տնտեսության բարեկեցիկ Հայաստան ունենալն է։ Իսկ դրա հնարավորությունները ես տեսնում եմ։ Ես գիտեմ Գերմանիայի տարբերակը, ես գիտեմ Ճապոնիայի տարբերակը, ես գիտեմ Հայաստանի տնտեսությունը իր ունեցած հանքահումքային ռեսուրսներով, մարդկային ռեսուրսներով, նախկիններին, ներկաներին, նորերին, երիտասարդության հետ բոլոր ուղղություններով փորձում եմ շփվել նոր տեխնոլոգիաների դաշտի մեջ, թարմացնում եմ ֆիզիկայի գիտելիքներս արհեստական ինտելեկտի եւ կիսահաղորդիչների հետ կապված եւ այս ուղղություններով ահռելի աշխատանք կա, որը անում եմ իմ թիմի հետ եւ որը շարունակելու եմ անել ազգային ժողովում եւ վստահ եմ, որ մեր ժողովուրդը մեզ քվե կտա, անկախ նրանից ով իրեն 100% է տեսնում, թե չէ։ Այս մարդիկ ընդհանրապես տոկոսներ երբ որ ասում են ուղղակի իրենց ցույց տալու, իրենց թիմակիցներին ոգևորելու համար, մենք նման խնդիրների չենք անդրադառնում, մենք համարում ենք, որ սոցիոլոգիան ընդհանրապես մեր տարածաշրջանում չի աշխատում, սոցիոլոգիան ընդհանրապես բարդ է, ինքը շատ կարևոր բան է, եթե ինքը որպես հետազոտություն է ներկայացվում։ Իսկ ինքը որպես հարկման մեխանիզմ չի արդարացրել իրեն Մեծ Բրիտանիայում, որովհետև եթե այդ սոցիոլոգիան աշխարհի ամենալավ կազմակերպություններն էին, որոնք անում էին ճիշտ լիներ, Բրիտանիան դուրս չէր գալու Եվրոմիությունից եւ Brexit-ը իրականություն չէր դառնալու։ Եթե այդ սոցիոլոգիան ճիշտ էր Միացյալ Նահանգներում, Հարիսը պիտի լիներ նախագահը, հետեւաբար այդ սոցիոլոգիայի 100%-ները են էլ հայկական, են էլ Սամվել Կարապետյանի արած ոչ մի բան են։ Բայց որքան էլ իրենց այսպես շանսերը փոքր գնահատեցիք, պարոն Սարգսյան, չմոռանանք, որ խոսվում է Ռուսաստանից մարդկանց բերելու մասին եւ տևական ժամանակ է դրա մասին խոսվում, օրերս Դանիել Իոնիսյանը հայտարարեց, որ գնալով աշխարհագրությունը մեծանում է, այսինքն Ռուսաստանի ամենատարբեր մարզերից, քաղաքներից կապի են դուրս գալիս մարդիկ եւ հայտնում են այն մասին, որ իրենց հետ կապ են հաստատում հատուկ ծառայություններից կամ հատուկ անձինք փորձում են մոբիլիզացնել, որպեսզի նրանք մայիսի վերջ, հունիսի սկիզբ գան եւ մասնակցեն ընտրությունների եւ պարզ է թե ում օգտին քվեարկեն եւ ամենակարևորը որ այս գործին միացել է նաեւ Ռուսաստանի եւ Նոր Նախիջևանի թեմը նախ թեմի առաջնորդը հայտարարություն արեց որ իշխող ուժին ընտրելը դա դավաճանության նման մի բան կլինի եւ հետո խոսվում է նաեւ ուխտագնացությունների մասին որ էլի կազմակերպվելու է մայիսի վերջ հունիսի սկիզբ էլի ընտրությունների մասնակցելու նպատակով այսինքն մենք տեսնում ենք որ ամենատարբեր գործիքակազմերով են փորձում ընտրությունների արդյունքների վրա ազդել եւ տևական ժամանակ է խոսվում
խոսվում է նաև հիբրիդային պատերազմի մասին, որը այսպես առաջին հայացքից մոդայիկ ինչ-որ մի արտահայտություն է թվում, բայց փորձ է արվում էմոցիաների, վախերի վրա խաղալ, պատերազմի խոսույթը վերջին շրջանում նկատած կլինեք ինչքան շատ է, նույն Կարապետյանը հայտարարում էր, թե այսինքն իրեն անունից տարածված տեքստում ասվում էր, եթե իշխող ուժը վերարտադրվի Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմ է լինելու, այս ամբողջը միտեղ հավաքելով մի զամբյուղում, ինչ եք կարծում, այդ վախերը, այդ փորձերը մարդկանց էմոցիաների վրա խաղալ եւ այդ մարդկանց, որոնց փորձում են մոբիլիզացնել եւ բերել այստեղ ընտրությունների մասնակցելու նպատակով, որևէ կերպ, որևէ նշանակություն չի ունենալու ընտրությունների արդյունքների վրա։ Ես ցանկացած խնդրի անդրադառնալուց նախ լուծում եմ առաջարկում։ Ես մեկնաբան չեմ։ Ես փորձում եմ եղած իրավիճակներին լուծումներ առաջարկել եւ այդ խնդրի լուծումն առաջարկել եմ։ Ես ասել եմ, որ ակնհայտ է, որ ուժեղ Հայաստան կառույցը Պուտինն էլ վկա իր այդ զրույցով ուղղակի Ռուսաստանից ուղղորդվել է Հայաստանում իշխանափոխություն իրականացնելու նպատակով։ Սա ակնհայտ է։ Սրանում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների 90 եւ ավել տոկոսը չի կասկածում։ Նույնիսկ Սամվել Կարապետյանին միացածները Ռուսաստանի ուժը այ ձեր ասած գնահատելով մտել են այդտեղ, բայց իրենք էլ ընդունում են, որ Սամվել Կարապետյանի թիկունքում Ռուսաստանն է։ Ու դրանով հպարտանում են, գիտեք ինչը ամենատխուրն է, որտեղ իրենք չեն ճանաչում Ռուսաստանը։ Իմ առաջարկը եղել է հետևյալը, որ նման կուսակցություններին չպետք է թույլ տալ քվեարկվեն։ Իրենց ուղղակի չպիտի գրանցվել։ Որին ի պատասխան Հայաստանի Հանրապետության կենտրոնական հանձնաժողովի նախագահում շատ հարգում եմ, ասաց, գիտեք ինչ, ես նման լիազորություններ չունեմ։ Հետո իրավաբանների հետ զրուցելուց պարզվեց, որ այո, մեր ընտրական համակարգը եւ մեր ընտրական օրենսգիրքը ու Մոլդովային իրարից խիստ տարբերվում են եւ մեր կենտրոնական ընտրական հանձնաժողովը նման լիազորություններ չունի։ Ինքն նայելու է ցուցակը, եթե այդտեղ որևէ խախտում չկա, ինքը գրանցում է, ինքը ուրիշ լիազորություն չունի, ինչը շատ վատ է։ Ինչը շատ վատ է։ Այս 5 տարիներին ազգային ժողովում եղած քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը գոնե այդ օրենքը պիտի փոխեր, այդ անուններ փոխել եւ այլնի փոխարեն կոնկրետ բան պիտի անեին, որ ապահովեին։ Այ մենք որ ազգային ժողովում լինենք, այս խնդիրներին իրավական կանդրադառնանք, որ հետագայում այս կարգի օրինակները, ինչ որ օլիգարխ մտածի, որ կգա ու Հայաստանի քաղաքականությունը կփաթեթավորի ու կգնի, չկարողանա անել։ Սա գերկարևոր է։ Սա ազգային անվտանգության խնդիր է։ Մի ասում է չունեմ, լավ չունես, բայց օրենքը այլ տարբերակ ունի։ Օրենքը ցույց է տալիս, որ եթե տվյալ ուժը կաշառքի եւ այլնի ընտրությունները կեղծելու մի քանի դեպքերով փորձեր է կատարել եւ այդ փորձերը իշխանության համապատասխան մարմինների կողմից կանխվել են եւ խնդիրները մտել է դատարանի որոշմամբ արդեն կենտրոնական ընտրական հանձնաժողովը կարող է թույլ չտա, որ տվյալ կուսակցությունը քվեարկվի։ Հիմա պատկերացրեք, եթե չէին գրանցում կամ թույլ չեն տալի քվեարկվի, էլ այդ մարդկանց նոր Նախիջևանը, չգիտեմ, նոր Արցախը ուղարկում է, ինչ չեն ուղարկի էլ վերջ։ Ոչ կգան, ոչ փող կծախսեն, ոչ էլ կփորձեն քվեարկել։ Կվերջանա այս ամեն ինչը։ Այսինքն խնդրի փաթեթային լուծումը էս է։ Եվ այդ խնդրի փաթեթային լուծման տալու հնարավորություն Հայաստանի Հանրապետության իշխանությունն ունի։ Դրա համար կամք է պետք։ Եթե իրենք այդ անեն, իրենց աշխարհում բացի ռուսներից ուրիշ որևէ մեկը չի մեղադրի։ Եթե մտածում են, որ այդ անեն ռուսները տնտեսական պատժամիջոցներ կկիրառեն, այդ անեն, այդ չանեն, միևնույն է, ռուսները բարեկենդանի օրը այդ պատժամիջոցները կիրառելու են։ Չպետք է սпасել բարեկենդանի օրվան։ Իմ այս ամբողջ ասացի իմաստը սրանում է։ Պետք է օր առաջ այդ գաղափարախոսությունից, այդ մտքից դուրս գալ։ Զգուշավորությունը լավ բան է։ Պետությանը խնամքով վերաբերվելը շատ լավ բան է։ Բայց տեսեք աչքի տակ ունենալով, որ Հայաստանում ռուսական թևը ինչ ֆինանսական, արտաքին քաղաքական, հիբրիդային վտանգներ ունի իր մեջ պարունակող, որ կարող է ընտրությունների ժամանակ կիրառել ու պարտադիր կկիրառի։ Այս ամեն միջով անցնելով հանդերձ ազգային ժողովում գտնվող քաղաքացիական պայմանագրերի խմբակցությունը իր պետաիրավական հանձնաժողովներով, կառավարության, արդարադատության նախարարությամբ եւ այլնով գլխի չի եկել։ Կամ ինչի գլխի չի եկել, որ օրենքներում
Այդ արտաքին միջամտությունը կանխելու, դրա վրա ազդելու լուրջ լիազորություններ է պետք տալ կենտրոնական ընտրական հանձնաժողովին։ Գրանցել կամ չգրանցելու առումով։ Ինչի մոլդավացիները իմացել են, հասկացել են, այդ արել են, մենք չենք իմացել, ինչի։ Առավել եւս, որ ազգային ժողովում այդ մեծամասնությունը կար օրենքը բերել էր պետք ու կողմ քվեարկողի պակաս չէր լինի։ Այս կարգի խնդիրներ կան, որի պարագայում մեր ներկայությունը ազգային ժողովում դառնում է պարտադիր, որը ոչ թե այս իշխանության դեմ է, այլ նրա բաց թողումները կլրացնի, կարագացնի process-ը ստեղծված իրավիճակը հաղթահարելու հաջորդ ընտրություններում այստեղ նստած մարդը այդ կարգի հարցերի չպատասխանի։ Իսկ արդյոք Ռուսաստանը կփակի Լարսը կամ էլ կոնյակը չի գնի կամ չգիտեմ ինչ չի անի։ Եվ վերջում ինչու այսքան աշխարհաքաղաքական նշանակություն ստացավ Հայաստանի այս տարվա ընտրությունները, խոշորացույցով տարբեր երկրներ, տարբեր միջազգային կենտրոններ այսպես նստած հետևում են, սպասում են ընտրություններին, ինչպես մեր հարևան երկրները, այնպես էլ օրինակ Եվրամիության երկրները։ Ռուսաստանից մենք գիտենք ինչպիսի մեծ այսպես միջամտություն կարելի է դա նաև անվանել թե հայտարարությունների տեսքով, թե այն ամենի տեսքով, ինչը բացահայտում են մեր իրավապահ մարմինները, ինչու այսքան մեծ կարևորություն են տալիս հատկապես այս ընտրություններին, ինչու է սրանք կարևոր թե մեզ համար, թե արտաքին այս գործոնների համար։ Երկու հանգամանք։ Առաջին աշխարհը բաժանվել է երկու մասի՝ ժողովրդավարների եւ բռնապետերի։ Եվ աշխարհի այս վերջին շրջանի բոլոր պատերազմները այդ հիմնասյունն ունեն, այդ հիմնակարի վրա են։ Երկրորդ կար Լեռնային Ղարաբաղի հիմնահարց, որի լուծումը բոլորը մտածում էին, որ Ռուսաստանում է ու դրա այն մանկետը Մոսկվան է եւ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրվել է Ռուսաստանում, բայց այդ փաստաթուղթը վերջնական ստորագրվեց օգոստոսի 8-ին Վաշինգտոնում։ Եվ սա աշխարհի ուշադրության կենտրոնում է, սա Միացյալ Նահանգների Հանրապետական կուսակցության եւ նրան նախագահ Դոնալդ Թրամփի ամենախոշոր ձեռքբերումներից մեկն է եւ նաեւ այս պատճառով է, որ աշխարհը ուշով հետևում է այս գործընթացներին եւ ես կարծում եմ, որ քաղաքակիրթ աշխարհը ամբողջությամբ շնորհավորելու է հաջորդ ընտրություններում հաղթած քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը։ Ես համոզված եմ, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը 50+ հավաքելու է, ինչը այդքան էլ լավ չի, ես կցանկանայի որ կոալիցիա լիներ եւ այդ դեպքում ավելի արդյունավետ կլիներ, բայց 50+ հավաքելու է։ Եվ եթե ուզում եք, որ հաջորդ խորհրդարանը չլինի այսօրվանու նման ու հաջորդ խորհրդարանում լինել ուժեր, որոնք թե քաղաքացիական պայմանագրին, թե ռուսական թևից եկած ուժերին կփորձեն բերել աշխատանքային դաշտ օրենսդրական նախաձեռնությունների շրջանակներում վեճը իրականացնել, ապա այդ դեպքում կհորդորեի, կխնդրեի, որ իրենց Քվենտան Հանրապետություն կուսակցությանը տան մեզ եւ ես միանշանակ երաշխավորում եմ ձեզ, որ մենք այնտեղ օրինաստեղծ աշխատանքով ենք զբաղվելու, ինչը ձեր բոլորի շահերից է բխելու։ Շնորհակալ եմ, պարոն Սարգսյան։ Հիշեցնեմ, որ զրուցակիցս Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն էր, կհանդիպենք։